ենք 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Բարև ձեզ, պարոն Սուրենյան, շնորհակալ եմ մեզ ընկալվելու համար։ Նախ խոսենք ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման մասին որոշումներին, ԱՄՆ-ն ներգրաված է, մասնավորապես Դոնալդ Թրամփը, նա խաղաղության ծրագիր է ներկայացրել 28 կետից բաղկացած եւ նշել է, որ Ուկրաինան հիմա կորցնում է տարածքներ եւ սպառնացել է դադարեցնել Ուկրաինային տրամադրել հետախուզական տվյալներ, եթե Ուկրաինան չհամաձայնվի առաջարկներին, նաեւ երեք Զելենսկին էր տեսաուղերձով հանդես եկել եւ նա նշում էր, որ ճնշումների տակ են, պետք է ծանր որոշում կայացնի։ Կարծեմ նաև ձեր տաղավարում, բայց հանդիպումից հետո այլասկայում տեղի ունեցած առիթ ունեցել եմ ասելու, որ եթե Զելենսկին չընդունի այն ինչ որ իրեն առաջարկվում է, շատ ավելի ծանր պայմաններով վերջում համաձայնության է գալու։ Կարճ ասած, Զելենսկին ապրում է այն իրավիճակը, որում էր Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի գիշերը։ Եվ ակնհայտորեն ինչքան ձգձգվի կոնֆլիկտը, այստեղ առանձնապես մեծ գաղտնիք չեմ բացահայտելու, 4 տարի շարունակ ես խոսում եմ այդ մասին։ Հնարավոր չի նույնիսկ դաշնակիցների աջակցությամբ ծնկել Ռուսաստանին, Ուկրաինան չունի այդ ռեսուրսները։ Եթե այլ բանի մասին չխոսանք, միայն մարդկային ռեսուրսների բացակայությունը բերելու էր այս կատաստրոֆիկ վիճակին։ Երկու իրադարձություն արագացրեցին Թրամփի կողմից այդ 28 կետանոց պլանի հեղինակումը։ Մի իրադարձություն տեղի ունեցավ հենց Ուկրաինայի ներսում, այսպես կոչված կոռուպցիոն սկանդալը, որում ներգրաված է Զելենսկու ամբողջ շրջապատը, խոսքը հարյուրավոր միլիոնների յուրացումների մասին է, եւ ակնհայտորեն սա ցույց տվեց, որ արտերկրից եկած ֆինանսները ուղղակի մեջ չարվել, կամ դրանց մի մասը։ Մեդիչը խոսում է նաև Երմակի մասին, կաբինետի երկու նախարարներ այս ծանրագույն կոռուպցիոն գործարքի մեջ են թաթախված եւ Ուկրաինայի ներքաղաքական կյանքը փոթորկվել է։ Դժվար չէր ենթադրել, որ կոռուպցիոն այս պատմությունը օգտագործվելու է Միացյալ Նահանգների կողմից Զելենսկու վրա ճնշում գործադրելու համար։ Մենք տեսանք, որ Ուկրաինայի Ռադայում Պորոշենկոյի, Տիմոշենկոյի մյուս խմբակցությունները նաև արգելափակեցին ամբիոնը, թույլ չտվեցին նիստերի շարունակումը եւ այլն։ Նույնիսկ Ուիտկոֆը Անկարայում հրաժարվեց Երմակի հետ հանդիպումից, ըստ արևմտյան հեղինակավոր լրատվամիջոցների, նաև այն պատճառով, որ այդ կոռուպցիոն սկանդալը եղել էր։ Երկրորդ պատճառը ռազմի դաշտում տեղի ունեցող գործողություններն են։ Ռազմավարական նախաձեռնությունը ամբողջովին անցել է ռուսների ձեռքը եւ Դոնբասի այն հատվածում, որ այս 28 կետով նախատեսվում է, որ պիտի հանձնվի Ռուսաստանին, դա մոտավորապես Լյուքսեմբուրգի չափ տարածք է, այդ մնացյալ հատվածը Դոնբասի, որը տակավին չի վերահսկվում ռուսների կողմից, դա Դոնբասի մոտ 15%-ն է։ Ռուսները շատ ակտիվ անցել են ռազմական գործողությունների եւ մի քանի ամիս հետո այլևս քննարկելու բան չի լինի։ Ավելի վատ պայմաններով պետք է համաձայնվեն դադարեցնել։ Եվ այս երկու իրադարձությունները տրիգեր դարձան, որ Թրամփը արագացնի այդ նախաձեռնությունը։ Հիմա կարող ենք վստահ պնդել, որ այս 28 կետը կընդունվի։ Կարծես թե Եվրամիությունը դեմ է, այդքան էլ համաձայն չի։ Ես հենց դրան էի ուզում գայ, որտեվ եվրոպական բյուրոկրատիան շատ հնարավոր է դարձյալ Զելենսկուն նոր պատրվակներ տա պատերազմը շարունակելու։ Ֆինանսական ինչ-որ խոստումներ, սպառազինություն եւ այլն։ Բայց փաստացի արդեն ԱՄՆ-ն հետ կքաշվի, կմնան միայն իրենք։ Հիմա բայց ես ուզում եմ 4 տարի շարունակ իմ կրկնած թեզը շարունակեմ պնդել։
Ինչքան այս կոնֆլիկտը շարունակվի, այնքան Ուկրաինայի համար ողբերգական հետևանքներ լինելու ավարտ։ Այս հայտարարությունը իմ խնդրում եմ որևէ մեկը չդիտարկի ռուսասիրություն կամ չդիտարկի Ուկրաինայի դեմ հայտարարություն։ Ուկրաինայի ժողովրդի տառապանքները ինձ համար շատ ցավալի են, այնպես ինչպես ցանկացած ժողովրդի տառապանք, որը իր արկածախնդիր իշխանության պատճառով ենթարկվում է նման տառապանքների ու փորձության։ Մենք անցել ենք դրա միջոցով եւ տեսել ենք, երբ որ մի արկածախնդիր դավաճան չանվանվելու համար կամ քաղաքական կամք չունենալու պատճառով ինչպիսի աղետի առաջ է կանգնեցրել Հայաստանը։ Հիմա բարեկամական Ուկրաինայի ժողովուրդը նույն տառապանքներն է անցնում, որովհետև կոռումպացված մի իշխանություն, որը պատերազմի քողի տակ ինքնապահպանվում է, ինչպես տեսանք նաև միլիոնավոր դոլարների հետ խաղեր անելով, սեփական քաղաքական նպատակներից ելնելով հրաժարվում է դադարեցնել պատերազմը։ Այս պատերազմում էլի կրկնում եմ, այլևս պատժամիջոցների պոտենցիալն էլ ավարտվել է, այդ պատժամիջոցներն էլ չեն կարողանում ազդել։ Դե ամեն ինչը ցանկացած գործիք, որ կիրառվում է, որ ժամանակի եւ տարածության մեջ, այո, իր արդյունավետությունը սպառում է։ Եվ հետեւաբար, եթե այսօր Ուկրաինան իր մեջ քաղաքական կամք չգտնի եւ էլի տրվի Եվրամիության լիբերալ գլոբալիստական կենտրոնների ազդեցությանը, վաղ կորուստները անհամեմատ ավելի շատ են լինելու։ Արդեն Ուկրաինան չունի սուբյեկտություն, որը դադարեցվեց այդ աջակցությունը արևմտյան, ինքը ուղղակի սուբյեկտություն չունի։ Այդ մեր արևմտամետների ստեղծած պատրանքները, որ Ուկրաինան, այ Ուկրաինայի օրինակին հետևենք, ոմանք ոգևորված ուկրաինական մոդելի Հայաստանի կողմից որդեգրելու մասին են խոսում, դա սարսափելի մոդել է, դա նշանակում է երկիրը վերածել փլատակների։ Պետք է ամեն ինչին նայել ռեալ պոլիտիկի տեսանկյունից։ Արևմուտքի գլոբալիստական շրջանակներին չի հաջողվել փլուզել Ռուսաստանի տնտեսությունը կամ այն կարգի փլուզել, որպեսզի Ռուսաստանը ռեսուրս չունենա պատերազմելու, եւ ամենակարևորը, նրանց չհաջողվեց Ռուսաստանին միջազգային մեկուսացման մեջ դնել։ Եվ այս երկու կոմպոնենտի արկայության պայմաններում իրենք հավանաբար չէին նաև հաշվարկել Թրամփի վերընտրվելը։ Բայց մինչև Թրամփի վերընտրվելն էլ չէ առանձնապես մի մեծ հաջողությունների չհասան։ Կան գլոբալ հարավի երկրներ՝ Չինաստան, Հնդկաստան, Բրազիլիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Թուրքիա, էլի հիմա կարող եմ շարունակել երկրների ցանկը, որոնք բացահայտորեն հրաժարվեցին միանալ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին։ Այս պարագայում ծիծաղելի են Ռուսաստանի միջազգային մեկուսացման մասին խոսակցությունները։ Ընդհանրապես Այլասկայի հանդիպումից հետո այդ մասին նույնիսկ խոսելն է ծիծաղելի եւ գերտերության կարգավիճակից Ռուսաստանին դուրս դնելու արևմտյան ինչ-որ ջանքեր կատարյալ ֆիասկո ապրեցին։ Ընդհակառակը աշխարհը այլևս միաբևեռ չի, աշխարհը փոխվեց։ Հիմա բազմակենտրոն, բազմաբևեռ աշխարհի հետ գործ ունենք, որտեղ Ռուսաստանը կարևոր դերակատարներից մեկն է։ Իդեպ մեզ պիտի ուրախացնի լուրը, որ կա հավանականություն, չասենք, որ դա 100%-անոց հեռանկար է, որ կա հավանականություն, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները կդադարեն։ Դա մեզ պիտի ուրախացնի, որովհետև դա հնարավորություն կտա, որ Ռուսաստանը ավելի անկաշկանդ լինի եւ ավելի շատ ուշադրություն դարձնի Հարավային Կովկասի խնդիրներին, դա թույլ կտա, որպեսզի բալանսը վերականգնվի ռեգիոնում, այսինքն չափազանց ուժեղ եւ թելադրող չլինի օրինակ Թուրքիայի թելադրանքը կամ կարգավիճակը, սա մեկ, եւ երկրորդը Հայաստանը կձերբազատվի
Արևմուտք կամ Ռուսաստան այդ շատ վտանգավոր դիլեմայից, հա, ավելի բալանսավորված, ավելի հավասարակշիռ արտաքին քաղաքականություն վարելու հնարավորություն կտա։ Մեզ պիտի ուրախացնի Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման հեռանկարը երկու պատճառով։ Նախ կրկնում եմ, Հայաստանի մանևրի հնարավորությունը կմեծանա, եւ երկրորդը մենք բոլորս մարդ ենք, չէ՞, մի քիչ հումանիստական նկատառում պետք է լինի։ Ինչքան ես զարմանում եմ Հայաստանի այն շրջանակների վրա, որ տասնյակ հազարավոր մարդկանց ողբերգությունը խաղադրույք են դարձրել իրենց մերկանցիլ ինչ-որ փոքր օրակարգեր քարոզելու նպատակով։ Մեկը կար պսևդոարևմտամետ գործիչներից, կամ մեկը չի, մի քանիսը ամեն ուրբաթ Ռուսաստանի պանիխիդան էին անում 4 տարի։ Հիմա իրաց քաղաքական պանիխիդայի ժամանակն այլ բան, որ այդպիսի արկածախնդիր իշխանություն, ինչպիսին Փաշինյանն է, հիմա տխրություն է ապրում, որտեվ սա ոչ միայն Զելենսկու քաղաքական պանիխիդան է, սա այդ տեսակի քաղաքական պանիխիդան է, որի շարքում է նաև Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն իր իշխանության հետ կապված էլ վտանգ կարող է լինել, այսինքն Ռուսաստան ավելի մեծ հետաքրքրություն արդեն ունենա հարավային Կովկասում, թեքվի դեպի այս կողմ։ Ոչ միայն, եթե կա տուրբուլենտությունը պակասում է համաշխարհային, այդ դեպքում հակառուսականության վրա ներքաղաքական աչոք հավաքելու հնարավորությունները թուլանում են։ Այս տիպի ռեժիմները, այս շուստրի հակառուսական ստրիպտիզ պարող ռեժիմները իրենց ներքաղաքական աչոքները, իրենց փողերը դիզում են հույսի վաճառականի հոգեբանությամբ, հենց բանի, այս համաշխարհային տուրբուլենտության վրա է իրենց խաղադրույքը։ Այսինքն, որ միավորներ կհավաքեն արևմուտքում, արևմուտքը աշկ կփակի ներսում իրանց այլանդակությունների վրա եւ դրա շնորհիվ կարող են իրենց կենսունակությունը ապահովել։ Հատուկ ուզում եմ մեր հեռուստադիտողների համար ասեմ, որ իմ դիրքորոշումը կրող մարդիկ, անձամբ ես, խորապես հարգում եւ ստրատեգիական գործընկեր եմ համարում թե Ռուսաստանի Դաշնությանը, խորապես հարգում եւ շատ կարեւոր գործընկեր եմ համարում թե Միացյալ Նահանգներին եւ Եվրամիությանը, խորապես հարգում եւ անգնահատելի գործընկերներ եմ համարում թե Չինաստանին, թե Իրանին, թե Վրաստանին, թե արաբական աշխարհի մեր գործընկերներին։ Այսինքն ուզում եմ ասեմ, որ մեր խոսույթը, իմ խոսույթը կոնկրետ բացարձակապես ռուսական օրակարգից չի բխում, բայց ես համարում եմ եւ կհամարեմ, որ կենսականորեն մեր տարածաշրջանով շահագրգիռ է Ռուսաստանը եւ Ռուսաստանը մեր ստրատեգիական գործընկերն է եւ ինչքան շուտ ավարտվեն նրա մասնակցությամբ ռազմական գործողությունները, այնքան լավ Հայաստանի համար։ Հիմա դուք հեռանկար տեսնում եք, որ իսկապես կարող է ավարտվի պատերազմը մինչև նոյեմբերի 27-ն է ժամանակ տվել։ Չէ, Հերմինե ջան, նոյեմբերի 27-ը մի քիչ շատ շուտ ժամկետ է կազմում, ես գիտեմ, որ Թրամփը նման դեդլայն է դրել, հա, սա մի քիչ ավելի տևական գործընթաց կարող է լինել, բայց ես ուզում եմ հույս ունենալ, որ 2026 թվականի մեր հարցազրույցներում այլևս առիթ չենք ունենալու խոսել ուկրաինական պատերազմի մասին, բայց սա հույս է, որով կրկնում եմ, թե Միացյալ Նահանգների ներսում, թե հատկապես եվրոպական մայրաքաղաքներում շարունակում են ուժեղ լինել այն ուժերի դիրքերը, Միացյալ Նահանգներում դրանք խորհրդային պետությունն են, յոկոններն են, այդ լիբերալ գլոբալիստական շրջանակները Բրյուսելում եւ եվրոպական այլ մայրաքաղաքներում, որոնք չեն հրաժարվել միջև վերջին ուկրաինացին կռվել Ռուսաստանի դեմ նրան ռազմավարական պարտության մատնելու պատրանքով։ Բայց նրանք հողում են անում Ուկրաինայի ժողովրդին եւ Զելենսկին եւս փաստացի ինքը դիմում է ժողովրդին եւ ասում է դուք պետք է այդ որոշումը կայացնեք։ Ամենաթույլ առաջնորդի վարքագիծը։ Դա այո, դա բայց ամեն դեպքում պատասխանատվությունը ժողովրդի վրա է։ Երմակի եւ Մինդիչի հետ միլիոնները գրփում էին ուկրաինացի ժողովրդի կամքով էին գրփում։ Ես սոցիոլոգիական հարցումներին հետևում եմ,
Ուկրաինայի ներսում անցկացվող գնալով այնտեղ ուժեղանում են պատերազմական գործողությունները դադարեցնելու հանրային տրամադրությունները։ Մանավանդ այս կոռուպցիոն սկանդալից հետո Midishgate-ի, հա, այդ շատ ավելի ակնառու է դառնում, որտեվ տեսան այդ կամուֆլյաժ հագած կերպարների տակ ինչա թաքնված։ Այսինքն որևէ սովորական ժողովուրդ, հայ ժողովուրդը կլինի, ուկրաինացի ժողովուրդը կլինի, ռուս ժողովուրդը կլինի, անդանդուրժելի համարում, որ իրենց որդիների կյանքերի գնով ոմանք հարստանան եւ իրենց արկածախնդրությանը տուրք տան։ Սա մեկ, երկրորդը Ուկրաինայի ժողովրդին թող չվկայակոչեն, առաջնորդները որոշում կայացնելու համար են, մեկն էլ կար, չէ՞ մեր մոտ։ Ասում էր ինձ դավաճան կասեին, եթե ես քայլ անեի։ Բայց երբ որ ինքը պիտի գնա ինչ-որ որոշում կայացնի, մոռանում ա որ ժողովուրդ կա։ Նույն վիճակն է։ Այստեղ էլ մենք տեսանք Նիկոլ Փաշինյանի արկածախնդրությունը ինչի հանգեցրեց։ Միջև պատերազմի ընթացքում նա մի քանի առիթ է ունեցել, սկզբում պատերազմը թույլ չտալու, հետո պատերազմը ավելի բարենպաստ պայմաններով կանգնեցնելու, բայց մենք որպես ժողովուրդ հիմա Նիկոլի արկածախնդրության զոհերն ենք։ Թե իշխանությունը թե կոռումպացված է Հայաստանի, թե էկոցենտրիկ շահերի կրող է, թե արկածախնդիր է իր էությամբ։ Այս առումով Զելենսկին եւ Փաշինյանը երկվորյակներ են։ Լափելուց ժողովրդի մասին չեն մտածում, կամ ժողովրդին բաժին ապահովելու մասին, բայց հենց գալիս է պատասխանատվության պահը, չգիտես ինչի իրանք հիշում են, որ ժողովուրդը իրանց քվե է տվել։ Բայց արդյոք Հայաստանի իշխանությունը կոռումպացված է։ Իսկ Հայաստանի իշխանությունը կոռումպացված չի։ Հրեշտակ իշխանություն, հա, ունենք։ Ինչ տարբերություն միջև հեղափոխությունը եղած իշխանություններն ու իրանք։ Մասշտաբն եք ասում։ Դրան եք հասնենք։ Դե ասում են ամեն ինչ հիպոթեկներով ենք ձեռք բերում, վարկերով ենք Բա ձեռք բերում։ իրանց նախկինների մոտ թղթով ամեն ինչ նորմալ չէր։ Ինչի նախկինում ինչ որ պաշտոնյա կար, որ թղթերով ամեն ինչ կարգին չէր։ Նախկին նախագահներից մեկը նույնիսկ տենց թևավոր արտահայտություն ունի, չէ՞, որ թղթերով ամեն ինչ կարգին է։ Մի բան հարցնեմ, այդ ինչի նախկինում հիպոթեկներով չէին տներ ձեռք բերում, որ իշխանություն չէին։ Ընդունում եմ, որ նախկինում ոչ մի բանի պիտանի չեն եղել, ոչ մի տեղ աշխատանք չեն ունեցել։ Հիմա ամեն դեպքում ո՞նց է պատահում, որ իրանց բոլոր վարկային հրետ պատմությունները միևնույն վանկի հետ է կապված։ Եվ մեծ այդպես խոշոր գումարներ վարկ են ստանում, այնինչ աշխատավարձը չի էլ բավականացնում։ Այդ ինձ ու ձեզ այդ կարգի վարկեր կտան։ Չեն տա։ Կամ մեկը զինվորական ծառայությունից խուսափելու եւ քրեական հետապնդման խնդիր է ունեցածնում, հետո այդ մեկը ոչ միայն մարզպետ է դառնում, այլ այդ մեկի կառուցած էլիտար բնակարանում ինչ-որ պաշտոնյա բնակարան է ստանում։ Ու ես ուզում եք հավատամ, որ այս ամեն ինչը կոռուպցիայի հետ կապ չունի։ Լավ, այդ մարդկանց 90%-ին ես ճանաչել եմ, չէ՞։ Դրանց մեծ մասին պայքարի ընկերներն են եղել։ Ես իրանց կենցաղը տեսել եմ, չէ՞։ Հանում ես իրանց տակից քաշում ես աթոռները, իրանց 70-80%-ը դառնում են ոչ մեկի համար պիտանելիություն չունեցող ոչնչություններ։ Իրանց այդ անձնական հաջողությունները սկսվել է բացառապես աթոռի շնորհիվ։ Հանդերձ մի քանիսը կան, որ իշխանություն էլ չունենան, կարող են իրենց դրսևորել, բարեկեցիկ կյանքով ապրել։ Խոսքս բոլորի մասին չի վերաբերվում։ Ինչ եղավ Անիֆը։ Իրենց ուշադրության կենտրոնում է, ասում են։ Ուկրաինայում ընդամենը հաստատված 110 միլիոն կաշառքի կոռուպցիայի մասին է խոսքը, այդ Մինդիչի պատմությունը։ Բանիֆը 200 միլիոնը ինչ եղավ։ Որ Փաշինյանը տեղյակ չի, ինչի Ավենյանը պատասխանատվության չի ենթարկվում։
Լավ, եթե Ավինյանն էլ տեղյակ չի։ Ինչի ավելի ներքևներում պատասխանատվության չեն ենթարկվում, թե չեն կարողանում վերահսկել։ Այդ ո՞նց է, որ մի հատ ընդդիմադիրի պիտի բռնեն, օրինակ ամբողջ իշխանությունով նստում լսում են Սպարտակի ինչ արտահայտություն արել դատանի դալիճում, դրա համար տանում են սպոյի 2 ամսով մխում են։ Բայց բանը հենց փողերի անհետացման մասին ոչ մի վերադաշ չի կարողանում ստորադասին վերահսկել։ Հիմա վերադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին եւ հնարավոր է որ դադարեցվի պատերազմը, դու կարծում եք նաեւ այս իշխանության մոտ փոփոխություններ կլինեն, այսինքն կցանկանան արդեն Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնել, այսինքն կլինի փոփոխություններ կարծում եք, թե ինչ որ պայմանավորված է կգործի։ Եթե նկատի ունեք, որ Եվրամիություն գնալու համար եթե նկատի ունեք, որ պատրանքային քաղաքականությունը դադարեցնեն երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու ուղղությամբ, մեծ առաջընթաց այդտեղ մի սպասեք, որտեղ արկածախնդիրը մնում է արկածախնդիր։ Բայց որ դրա հետ միասին բարբերաբար կսկսեն ռուսական սապոգել համտեսանել, վստահ եղեք։ Այսինքն ինքը կսկսի ռուսներին էլ ծիրաշահել։ Ըստ պահի, նայած ինչպիսի արագությամբ այդ կարգավորումը տեղի կունենա եւ ինչպիսին կլինեն ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները։ Ես դա ուզում հարցնել։ Ես անկախատեսելի է եթերում ասել եմ, որ գալու է մի հատ օր ի վերջո, որ Թրամփը Պուտինի ոտքերի առաջ քաղաքական առումով մատաղ է անելու մի շարք մարդկանց, այդ թվում Նիկոլ Փաշինյանին։ Այդ ուշ չի։ Գիտեք, եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, որ եթե նույնիսկ 2026-ի ընտրությունները ինչ-որ ձևով որով-մորով անի կամ մարսի, իր խնդիրները ավելանում են, ես իր համար շատ վատ նորություն ունեմ։ Իր խնդիրները շատանալու են։ 2026-ը բացառիկ կարիք է, ավելի լավ կլինի օրինական ընտրություններ անցկացնի եւ հեռանա։ Գործարք սիրող անձնավորություն է Նիկոլ Թրամփը։ Մի գործարքի շրջանակներում ինքը 100%-ով Նիկոլ Փաշինյանի ժերտվա է տալու։ Մանավանդ որ միջև վերջ ոչ ազգանուն է հիշեց, ոչ էլ երկրի անունը։ Ոչ մի խնդիր չի լինելու։ Բայց ամեն դեպքում այդ Թրամփի ուղին պետք է գործի, պայմանավորվածություններ կան, ոչ, ասեմ, պետք է գործի, աշխատանքներ են սպասում, աշխատանքային խումբ է գալու Հայաստան։ Արգելի Հերմինա, եթե նոյեմբերի 9-ի չի գործել համաշխարհային տուրբուլենտության պատճառով, ոչ մի երաշխիք չկա, որ թրիփը գործելու է։ Ի վերջո ինչի չի գործել։ Նոյեմբերի 9-ի պարագայում արևմտյան կենտրոնները խանգարեցին, թրիփի պարագայում դրան խոչընդոտելու են Ռուսաստանը, Իրանը, գուցե նաև Հնդկաստանը, Չինաստանը։ Ես ենթադրում եմ, որ կոնսենսուսը, եթե Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև ճգնաժամը վերանա, ինչ-որ կոնսենսուսային լուծում կգտնեն, դա կգործի։ Թրիփը այս ձևով ինչի մասին խոսում են, չի աշխատելու։ Ինքը չի գործնականանալու։ Աշխարհը շատ արագ փոխվում է։ Կարող է ինչ-որ փուլ հետո թրիփը առանձնապես չհիշի այդ թրիփի մասին, այդ Թրամփը չհիշի թրիփի մասին։ Վստահ եղեք սա։ Փաշինյանի Ղազախստան այցից նաև խոսենք, հագեցած օրակարգ էր, հանդիպում եղավ, նախագահը նրան Ղազախստանի Հանրապետության բարձրագույն պարգևով պարգևատրեց։ Ինչ է սպասվում։ Ես ընդհանրապես արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիային դեմ չեմ։ Մանավանդ Ղազախստանը բոլոր առումներով մեր ռազմավարական գործընկերն է, այսինքն մեր հետ միասին գտնվում է ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, այդ բոլոր ստրուկտուրաներում որտեղ կան, Ղազախստանը կա։ Հետո ԱՊՀ վերջի գագաթաժողովում, ինչպես նկատեցիք, այսինքն այդ գագաթաժողովին հաջորդեց Ադրբեջանի որոշումը, իհարկե այդ որոշումը ինստիտուցիոնալիզացված չի եւ բացառապես Ալիևի եւ կարծում եմ Պուտինի պայմանավորվածության հետևանք է այդ հայկական բեռների համար տրանզիտի արգելքի վերացումը, այդտեղ Ղազախստանն էլ շատ կարևոր դեր ունի, հետո չմոռանանք, որ այնուամենայնիվ
կենտրոնական Ասիա, Միացյալ Նահանգներ գագաթաշողեր եղավ, հետո կենտրոնական Ասիայի 5 երկրները համալրվեց, այդ ֆորմատը համալրվեց Ադրբեջանով, հիմա 6-ն են, իսկ շատ ակտիվ գործընթացներ են տեղի ունեցել, որի մեջ աշխարհաքաղաքական եւ լոգիստիկ նշանակությունը Ղազախստանի չափազանց մեծացել է, եւ Ղազախստանը փորձում է այդ իր դերակատարությունը ռեալիզացնել, հետո բոլորը չմոռանանք, դա կլինի թրիփով, կլինի նոյեմբերի 9-ի փաստաթղթով, թե կլինի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի մի հատ այլ կոնսենսուսով, այնուամենայնիվ այն 42 կիլոմետրի համար Հայաստանի որոշակի նշանակություն կա եւ բոլորը փորձում են այդ լոգիստիկայից հնարավորինս բարենպաստ պայմաններով օգտվել, այդ թվում Ղազախստանը 3 տոկայովի չէր թաքցնում, չէ, որ դա դեպի Թուրքիա գնացող իրենց ամենահարմար ճանապարհն է եւ այլն եւ այլն։ Փաշինյանն էլ առաջարկեց, որ Դե բնականաբար Ղազախստանի ես ղազախական այցի մեջ բացասական ոչինչ չեմ տեսնում, պարզ ասեմ, միայն այն պատճառով, որ այդ այցի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, չեմ պատրաստում այդ այցը դատապետել, որովհետեւ արտաքին շփումներ են, Փաշինյանի փոխարեն ավելի արդյունավետ ղեկավար լիներ, ավելի լավ արդյունքներ կարող էինք բերել, բայց այսպես էլ պետք է այդ այցերը պետք է լինեն եւ այդտեղ ես միշտ դիվերսիֆիկացիային կողմ եմ, հատկապես եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելուն կողմ եմ։ Նաև արտգործ նախարարները ստորագրել են երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման, ինչպես նաև գաղտնի տեղեկությունների փոխանցման, օգտագործման, պահպանության եւ պաշտպանության մասին համաձայնագրել։ Ավելի խորացման հարաբերություններ է գնում։ Դե միջև հիմա լավ չի, որ ավելի խորացած չի եղել, որովհետեւ կրկնում եմ, Ղազախստանը մեր հետ անվտանգային տնտեսական ինտեգրացիոն քաղաքական միևնույն կառույցներում գտնվող երկիր է։ Եվ Ղազախստանը նույնիսկ թուրքալեզու պետությունների համագործակցության անդամ լինելով հանդերձ, այնուամենայնիվ եկեք ընդունենք, որ Ղազախստանը հայ-ադրբեջանական հարաբերություններում ինչքանով որ Ադրբեջանի հետ իր դաշնակցային հարաբերություններին դրանք չեն խանգարում, այնուամենայնիվ բալանսավորված մոտեցումներ զգալի չափով ունի, այնպես որ Ղազախստանի հետ հարաբերությունների խորացմանը միայն կողմ եմ, ողջունում եմ եւ այդտեղ առանձնապես մեծ խնդիրներ չեմ տեսնում ես։ Իդեպ տեղեկություն եղավ, որ 27 սենատոր պահանջում է ապահովել հայ գերիների ազատ արձակումը եւ Բաքվի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, նրանք նամակով դիմել են նաեւ Մարկ Ռուբիոին, ինչ կարող ենք սպասել, Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ ասում էր, որ ինքն էլ է դիմել ԱՄՆ-ի բարձրաստիճան ղեկավարությանը, որպեսզի այս հարցում փոփոխություններ լինեն։ Գիտեք, Թրամփը այդ հարցով հետաքրքրություն հայտնել է, հիշում եք երևի, որ Փաշինյանին հարցնում էր այն հայտնի հանդիպման ժամանակ, քրիստոնյաների պաշտպանության խնդիրը Թրամփի վարչակազմի համար շատ կարևոր ուղղություն է։ Ես կարծում եմ Հայաստանի իշխանությունը պատեառիթ է, պետք է օգտագործի ճնշումը լոբիզմանի մի խոսքով Վաշինգտոնում, որպեսզի Թրամփի համար կարևորվի այդ խնդիրների լուծումը, բայց դա Ադրբեջանը հեշտ չի լուծելու։ Ադրբեջանի նշանակությունը չափազանց մեծ է Միացյալ Նահանգների համար, բնականաբար ոչ մի պատժամիջոց էլ չի կիրառվի, բայց տարբերակ կա Միացյալ Նահանգների հետ արդյունավետ աշխատելով այս խնդիրը գոնե մասնակի լուծել, հա։ Իհարկե այնտեղ Ադրբեջանը դրա համար դա Հայաստանի ուժերի սահմաններում լուծելի խնդիր չի։ Հայաստանի իշխանությունը դա պետք է լուծի եւ Ռուսաստանի հետ շատ ինտենսիվ աշխատելով եւ Միացյալ Նահանգների հետ շատ ինտենսիվ աշխատելով, որովհետեւ Հայաստանը բան չունի առաջարկելու Ադրբեջանին, ինչի դիմաց այդ խնդիրը կարողանա լուծել։ Ադրբեջանը բնականաբար աշխարհաքաղաքական կենտրոնների հետ այդ խնդիրը լուծելու համար ինչ-որ առևտուր է անելու, բայց կա այդ խնդիրը լուծելու հնարավորություն, մանավանդ Ադրբեջանը իր շոուն արեց վերջացրեց ըստ էության։ Դե բայց հələ դատավճիռները չկա, ամեն դեպքում դատախազը բոլորին, եթե կենսաթոշակային տարիքի չեն հասել, բոլորին ցմահազատազրկում է սպառնում։ Իսկ այդ շոուն արեց, այդ կեղծ դատավարության լրիվ դոկումենտացիան կազմեց, Հայաստանի դեմ դա մաքսիմում օգտագործվելու է, մանավանդ որոնք տեսնում ենք, որ Ադրբեջանն էլ Սվիդանի հարցազրույցից հետո նաև վստահաբար Թուրքիան Հայաստանի նկատմամբ ոչ մի զիջումների պատրաստ չեն,
իդեպ անցած շաբաթվա ամենակարևոր իրադարձությունը այդ էր, ոնց որ թե Ֆիդանի հարցազրույցը եւ պետքա փորձել այդ գերիների հարցը անպայման ու շատ արագ լուծել։ Ես ասում եմ, հիմա քանի որ Թրամփն է իշխանության Միացյալ Նահանգներում, բացառիկ հնարավորություն է այդ քրիստոնյաներին պաշտպանելու իր այդ առաջնահերթությունը օգտագործելով փորձել այս խնդիրը լուծել։ Շատ լավատես չեմ, բայց պետքա բոլոր հարթակները օգտագործել այս խնդիրը շատ արագ լուծելու համար։ Իդեպ անուղղակի այդ խնդիրի լուծմանը մի հատ շատ կարևոր բան խանգարում է։ Երբ որ դու էլ քո երկրի ներսում ես քաղաքական պատճառներով 3 տասնյակ, 4 տասնյակ, 5 տասնյակ, 6 տասնյակ բան պահում, կալանավոր պահում, Ադրբեջանի լեզուն այդ հարցում երկարացնում ես։ Որովհետև մենք ունենք այնքան ճղճիմ իշխանություն, որ մի երիտասարդ կնոջ հետևից անք է, ամբողջ այդ ռեպրեսիվ մեքենան, խոսքս Լիդիայի մասին է։ Լիդիա Մանթաշյանի գետին մտնելու բան է։ Գետին մտնելու բան է։ Վարշապատի ընտրությունների վրա խրախճանք կառուցող իշխանությունը վախենում է մի կնոջից։ Դուք այդքան փոքր, այդքան ճղճիմ, քաղաքական առումով այդքան ողորմելի եք։ Այդ կինը ձեզ հաղթել է արդեն ճաղերի հետևում։ Լիդիան, Նիկոլ Փաշինյանին, կալանավորված Լիդիան Նիկոլ Փաշինյանին 10-ով 0 է արել։ Ինչով է 10-ով 0 արել։ Բա եթե ամբողջ ռեպրեսիվ մեքենան մի կնոջից այնքան է վախենում, որ նույնիսկ կոմունիկացիոն արգել կա դրել կալանքի ժամանակ։ Տեսակցությունները արգելված են, շփումները նրա հետ։ Այդ կինը արդեն Նիկոլ Փաշինյանին 10-ով 0 է արել։ Ասում են խստացումը նրա նկատմամբ պայմանավորված է նրանով, որ նա ստորագրահավաք էր իրականացնում։ Ինչ կապ ունի ինչի համար։ Փաշինյանի դեմ։ Ինչ կապ ունի ինչի համար։ 5 կամ 6 ամսում Լիդիայի արժանապատվությունը զգետնեց Փաշինյանի թշվառությանը։ Նաև խոսենք այսօր համալիրում մեծ հավաք է կազմակերպված, Փաշինյանը բոլոր ղեկավարները ներկա են, բարձրաստիճան ղեկավարները, նաև քաղծառայողներն են ներկա, բավականին մեծ հավաք է եւ ասում է, որ Փաշինյանն ասել է, որ պետք է բոլորդ ներկա լինեք, մենակ մեռածներ այսպես ասած կարող են չգալ։ Ինչ նպատակ ունի այս հավաքը ընտրություններից առաջ ինչ են ուզում որոշել։ Դե կարող էր ամբողջ իշխանությունը դեպ չէր մանրամասում, թե ինչ հավաք է։ Մենք հիմա որ տեսագրվում ենք, այս պահին ինքը սկսվել է այդ հավաքը։ Այո, սկսվել է եւ երեկվանից նույնիսկ մասնակիցները չէին ասում, թե ինչի են հավաքում, ինչ հարցեր են քննարկելու։ Ակնհայտորեն իշխանության կոնսոլիդացիայի ցուցադրությունն է, տեսեք, մի հատ հաջողություն են գրանցել։ Այդ ֆոնին բոլորին կանչում է հանդիպման, այսինքն դա նենց այսօր շատ կխոսան վաղ շաբաթից։ Չնայած քվեաթերթիկում վեհապարի անունը նշած չէր, բայց վեհապարի դեմ տարած հաղթանակից, չգիտեմ ոնց են կապը գտել եւ այլն, կամփոփեն հաղթական նոտայով վաղ շաբաթը ըստիս եւ ուրվագծեն 2026-ի ընտրական ցիկլը։ Հիմա մենք պարզա չէ, իրանք փորձելու են վաղ շաբաթի մոդելը տարածել ամբողջ երկրի վրա։ Հիմա պետք է որոշեն, որ քաղաքական ուժերին են ֆիլտրում, թույլ չեն տալի ընտրություններին մասնակցել։ Իհարկե չեմ ասում այսօր այդ հավաքում են որոշելու, դա միանձնյա Փաշինյանն է որոշում, բայց ինսայդերական ինֆորմացիա ունեմ, որ կոնկրետ հիմա այս օրերին նայում են, որ ընդդիմադիր ուժին թույլ չտան մասնակցել, որի նկատմամբ ինչ չափի ռեպրեսիաներ անեն, կոնկրետ նախարարություններ կան, որ զբաղված են այդ գործով։ Բայց հիմքեր չէ պետք է ներկայացվեն, առանց հիմքերի Մոլդովայում ինչպես են չեն կարող անել։ Ռուսական հետ փողեր։ Դրա համար եմ ասում, իրանց վատ լուր է էլի իրանց համար, որ հավանականություն կա, որ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի։ Իրանք սարսափով սպասում են Ռուսաստանի հետ առերեսմանը, որի ձեռքերը այլևս ուկրաինական պատերազմով կաշկանդված չի լինի։ Բայց ես էլի եմ կրկնում։ Թրամփ եւ գործարք բառերը համարյա հումանիշ են։ Էլի եմ կրկնում։ Բարեկամաբար եմ հորդորում։ Թրամփը գործարքները շատ է սիրում։ Մի շարք մարկանց է զոհաբերելու այդ թվում Փաշինյանին։
Պուտինի հետ Իհարկե, Պուտինի հետ պայմանավորվածության ճանապարհին հələ պատկերացրեք Ուկրաինան իր հանց համար ինչ մեծ ստրատեգիական արժեք էր, բայց առանց աշկ թարթելու պատրաստ են զոհաբերել։ Դե դրա համար էլ Փաշինյանը հետաքրքրություններ է ստեղծում Փաշինյանի իշխանությունը որպես դաչի են զոհաբերել։ Ստրատեգիական զրո արժեք ունի։ Տեսնենք ինչպես հանգամանքները կզարգանան։ Այո։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Զրուցում էի Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։